Ողջույն հետևորդներ ջան, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ, որովհետև եկել եմ Աստծո դուռ, իսկ Աստծո դուռը յուրաքանչյուր եկող մարդ, ուրեմն երջանիկ է, ուրեմն շատ լավ է, երբ որ կարողանում է գա Աստծո դուռը։ Եկել ենք նայեք Սուրբ Խաչ եկեղեցին, Արտյոմի եկեղեցին, այսպես ասած, որը բուժումներ է անում, բազմաշնոր երիտասարդ է, բազմաթիվ մարդկանց է բժշկում, օգնում է բոլորին, ովքեր որ ունեն հիվանդություններ ունեն եւ օգնության կարիք ունեն, ապա Արտյոմը մեծ սիրով օգնում է եւ աջակցում է։ Գալիս են աշխարհի տարբեր տեղերից մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն, չեն քայլում, չեն խոսում, շատ ծանր վիճակում են, հավատացեք այցելելով Արտյոմի մոտ, ստանում են լիարժեք եւ համապատասխան բուժումներ։ Հետևորդներ ջան, հիմա ես գտնվում եմ եկեղեցում, եկեղեցու բակում եմ, այսպես շրջում եմ եւ ման եմ գալիս։ Եկել ենք Աստծուց խնդրանքով, եկել ենք եւ սպասում ենք, եւ պետք է հերթը հասնի մեզ, որ մտնենք Արտյոմի մոտ։ Հիմա ընդմիջման է, սպասում ենք, 3 հոգի էլ առաջը մարդ ունի հերթագրած, նոր մեզ է հասնելու հերթը, հետևորդներ ջան, տեսնենք թե ինչպես կընթանա, ես մեծ հույսով, մեծ հավատով եկել եմ առանց որևիցե կասկած ունենալու, եկել եմ ծնողներիս հետ միասին, մեր Արտաշեսին ենք բերել, մի քիչ խոսալու հետ կապված խնդիրներ ունի, հույսով ենք, որ շատ լավ կլինի, այնպես ծնողներս այդպես նստած են, սպասում ենք, տեսեք սա էլ եկեղեցին է, տեսեք եկեղեցին է, ես հենց հիմա կանգնած եմ եկեղեցու բակում, ճիշտն ասած անունն է չգիտեի եկեղեցու, որովհետև նոր է հիմնադրվել այս եկեղեցին եւ հենց եկեղեցին հիմնադրել եւ ստեղծել է իր ուժերով Արտյոմը, հենց այդ նույն տղան, որը բուժումներ է կատարում, տեսեք ինչ գեղեցկություն է բակում բա։ Հիմա գիտեք, որ ժամին ենք մենք գտնվում եկեղեցու բակում, արդեն գալիս է ժամը 6:30, մենք առավոտից սպասում ենք, բայց պատկերացրեք այն աստիճանի հերթ էր, որ մեքենաները հասել էր դեպի այն մյուս փողոցի ծայրը, այնքան մարդիկ կային, որ մենք պատկերացրեք այս ժամին ենք եկել, դեռ հələ հերթ կա եւ սպասում են երբ է գալու ընդմիջումից, տեսեք թե ինչ հիասքանչ ու սիրուն տեղ է սարքված, թե բակը ծաղիկներով լի, շատ սիրուն, նայեք եղևնիները տարբեր ձևերի, ցայտաղբյուրով, ամեն տեսակի գեղեցկություններով լի, խաչքարերով, շատ հետաքրքիր սարքած է ու շատ սիրուն, հետևորդներ ջան, այնտեղ էլ երևի փոքր խորանա նման տեղ է, որ երիտասարդը մտավ, այսպես սիրուն, ես առաջի անգամ եմ, տես ապրում եմ Ստեփանավանում, բայց ես առաջի անգամ եմ այցելում Սուրբ Խաչ եկեղեցին, անունը այդպես է կոչվում, ուզում եմ մի քիչ հեռվից ու այսպես տեսողական, որ դուք բոլորդ էլ տեսնեք, եկել ենք մեծ հավատքով, ընդհանրապես Աստծո դուռը երբ որ գալիս ես, պետք է գաս լրիվ անկեղծ հավատքով, հավատքը անում է ամեն ինչ, պապասել է եկել, պապասել, պատմությունը գիտեք, թե ինչպես է պապաս հավատում Հիսուսին, ինչպես, տես պապ, այս եկեղեցին պապ, հենց Արտյոմը ինքն է ստեղծել, ինքն է սարքել, հիմա մտնենք եկեղեցու մեջ, հիմա մտնում ենք եկեղեցու մեջ, տեսեք ինչ սիրունություն է, շատ լավ սարքած է, հլտես և սարքել է բոլորը իր ուժերով, պապ, ինքը երազ է տեսել, որ պետք է եկեղեցի ստեղծի, մարդկանց բուժի եւ այս տարածքում հենց պիտի սարքի եկեղեցի, բոլորը ինքը իր երազում տեսել է եւ հետո ի կատարած։ Նա լվա,
Չպետք է բարձրանալ, այո, խորան բարձրանալը մեծ մեղք է։ Այսինքն այստեղ էլ մոմ են վառում, կարող եք մոմ վառել են, այնտեղ մոմ կա։ Պապ, գնա մոմ վառեք, այնտեղ։ Գնա վերցրու վառի, գնա։ Գնա վառի։ Գնա Արտաշ ջան, գնացեք մոմ վառեք։ Գնացեք վառեք։ Այո, բոլորի համար վառեք մոմ։ Քո նպատակները կատարվում են։ Մի հատ վառում եմ բոլորի համար։ Մի հատ մոմ էլ ես բերեմ հետևորդներ ջան և միանամ այսպես վառեցինք մոմը, Արտաշեսս էլ է վառում։ Ապրի իմ տղեն։ Լավ, Արտաշ ջան, դեպիս։ Չէ, մի շարի, տես կարաս դնես։ Այդ են շարի։ Հապրի իմ տղան։ Հիմա եկեղեցուց դուրս են գալիս հետ։ Գնացեք։ Դուրս են գալի և Արտաշս ուզում է տեսնել խաչքարը, հետևորդներ ջան։ Հիմա կգնանք, հա, խաչքարի մոտ։ Կարող է, այդ խաչքարը ինքը գնացել է Թուրքիայից է բերել, այսի, այս խաչքարը գնացել և Թուրքիայից բերել է, գնա, արի, մենք էլ ոլը գնա, վաղաճա։ Ստե բարձանալ կարելի է։ Այո, բարձանում է, գնում խաչքարի մոտ։ Նա։ Երազատես է, որ այս խաչքարը գտնվում է Թուրքիայում ինչ-որ միտեղ և գնացել հանել ու բերել է։ Խաչ ա եղել, թե խաչքար տենց լավ չեմ կարում հիշեմ, բայց որ մի բան բերել է, դա հաստատ է։ Տեսեք, արդեն մարդիկ հավաքվում են, որովհետև արդեն հեսա Արտյոմը հետա վերադառնալու ընդմիջումից և արդեն մարդիկ եկան ու սպասում են երբ է հասնելու իրանց հերթը։ Հա, շատ սիրուն է։ Կներով, բան, լավն է, շատ սարքած, նոր, այս բոլորը ինքը սարքել է, ինքը իրա սեփական ուժերով, այս տարածքում հենց ինքը պետք է սարքեր։ Քաղաքապետարանը չի օգնի։ Ես չգիտեմ, էդի արդեն չեմ բան անում, բայց գիտեմ, որ ինքնահիմն է, ինքնասարք է իրա սեփական ուժերով։ Սուրբ խաչ կոչվում եկեղեցին, հարցրեցի, այո, Սուրբ խաչ։ Արդեն մոտ ժամից ավել է, ժամ ու կեսա սպասում ենք, բայց դե սպասում ենք մեծ համբերությամբ, սպասում ենք զինված համբերությամբ։ Դուրս եմ եկել այսպես ման եմ գալիս, որպեսզի ժամանակը անցնի, լիքը այնքան մարդ կա, շատ մարդ կա տարածքում, բոլորը արդեն գիտեն, որ ժամը 7-ից հետո է գալու և արդեն սկսեցին մարդկանց հոսքը շատանալ։ Հիմա նայեք ցույցչկան մեքենաներ են սպասում բակում, ընտրեմ, թե այս կողմերով, թե այն կողմերով, տեսեք, թե ինչքան մեքենաներով լի է բակը, եկեղեցու բակը, որոնք մեքենաներում են սպասում,
որոնք էլ նստած սպասում են, որոնք շրջում են փողոցներում այսպես, սպասում են լավ եղանակ է, դուրս ենք եկել, մաքուր, սիրուն ման են գալիս։ Եկել են թե մեծահասակներ, թե երեխաներ, լիքը մարդիկ։ Տեսեք, այստեղուց մի քիչ վերև անտառն է։ Իսկ այդ անտառի մեջերը տներ կան, որտեղ մարդիկ ապրում են։ Այս ուղղությամբ տեսնում եք ծառերը, նայեք տները չի երևում, բայց մեջը լիքը տներ են, որտեղ ապրում են մարդիկ լիքը։ Շատ հավես տեղ է, դուրս գաս եւ միանգամից անտառի մեջ եւ բնության գրկում։ Պատկերացնում եք, մի հատ խնդրում եմ նայեք ինչ գեղեցիկ տեղ է եւ ինչ հաճելի տեղում է գտնվում եկեղեցին։ Շատ գեղեցիկ։ Տեսեք, ինչքան շատ մարդիկ են սպասում։ Մի հատ խնդրում եմ նայեք մեքենաների գիծը որտեղ է հասնում։ Բոլորը եկել են եկեղեցի։ Ներոնք էլ նստած, մայրիկս նստած է այնտեղ, այսպես սպասում ենք։ Ոտքով իջնում ենք դեպի տուն։ Զանգել ենք ռոբը գա, մինչև գա, այս հենց առիթից օգտվենք եւ սենց մանգալով, հավեսով իջնենք։ Դուրս եկանք եկեղեցուց շատ լավ տպավորություններով, շատ սենց լիցքաթափված, ոնց որ սենց թեթևացած, չգիտեմ, մի հատ լավ տպավորություններով իջնում ենք եկեղեցուց, այսպես քայլելով գնում ենք։ Սիրուն գնում ենք, ասինք, պապ։ Բա, ատաշ լավ ես։ Ինք տղեն շատ լավ է, մենք շատ լավ ենք, հեսա գնում ենք ավտո քշիմ տղեն։ Հա, չես ուզում։ Գնանք մի հատ անտառ ֆռանգանք ու գնանք ավտոդրոմ։ Հա? Հա? Բա գնանք ման գանք։ Տենում ես տեղու տները, սենց դոմիկները, բանա ու բոլորը ապրում են այդ բնակներում, համ խոզ են պահում, համ հողագործություն են անում։ Էսա իրանց կյանքն է, իրանց Այդա, հայո, հայո։ Բաղդիրոց, որ էտ էլ ունեն, մարդկաս կետ է չունի։ Այո, այո։ Չգնանք սատ։ Հա? Կարենինն է, հլը ֆռա թող տենան։ Տես, Կարենի շորերն էր հագնում, գնում էր ֆուտբոլի հետևորդներ ջան տղայիս, տեսեք թե ինչքան տարի խնամքով այսպես պահել ենք, հիմա էլ Հենրին է հագնում։ Արտաշիս հետ խաղում է գնդակով, դուրս են եկել, լավ եղանակ է, շատ լավ։ Հիմա հեսա ուր են գնում, ասեք տենանք ուր եք ուզում գնանք առաջինը։ Ասա Արտաշ։ Սատ, սետ, կգնանք սատ, հետո այդ ալեան է մոտիկ, ալեա կնենք իշնենք սատ։ Սատ ամեն ժամի եկա։ Դե գնացեք տակ շորեր հակեք, որ գնանք, Արտաշ ջան, գնացեք։ Հիմա էլ այսպես ուրախ գնում ենք ալեա, հետո այգի, ման գալու։ Այսպես խմբակային, գնում ենք ալեա, տենենք եթե կոն էլ լինի, կարելի է մի քիչ կոն հավաքել։ Մեղրի համար։ Դե կոնը ինչ չափի էլ լինի, կլինի էլի կքաղենք, հլը կտենանք ինչ չափի է։ Ես եկեղեցու բակը տեսա, սենց է լավ է։ Նազոր կիսել է։ Հետ այլ է հիմա։ Հիմա էլ ալեայի ճանապարհին ենք։ Տես, սիրուն անտառները դեռ չենք հասել մեջը։ Ճանապարհին ենք, գնում ենք, դեռ չենք հասել։ Այսպես հավեսով, մանգալով գնում ենք, երեխաները մեզանից առաջ են, լավ, հով, ընտիր եղանակա հավեսին։ Հա, լավն է, չէ պապ։ Եղանակը։ Շատ լավն է, պապաս հավան, չէ պապ ջան։ Շատ լավ տեղ է, պապայից դուրն եկել է, նենց որ ման բաներ մի հորինի էլ։
Հələ տեսեք մեր երեխաները հասել են այն կողմերը գնում են։ Այս ճանապարհը այսպես տեսնում եք, հենց որ կավարտվի, արդեն նոր կմտնենք անտառ։ Ճանապարհը հրաշալի է, բնությունը նույնպես։ Թեքվելու այլ ես պիտի կտրեմ, որ խնդիր չառաջանա։ Կարող է մի հատ ուժեղ քամի լինի ու այս ծառը ընկնի ու մարդկանց վնասներ տա։ Մարդիկ գործենան քամիա, թող հեռուն են։ Թե լնելու բանը լինում է։ Ես կարա։ Մինչև հասնենք վեր մութը կգնի։ Մութը չի ընկնի։ Մի կրոկ են դեմը ման կգանք։ Բայց շոքին ոնց պիտի գայինք շոքին։ Թափվում է վդիպաները։ Դիզերը։ Ահա։ Դիզ կա։ Կա, ոչ չկա։ Կիսու մայրիկիդ էլ ցույց տուր։ Ես ընդհանուր պահել եմ երբ։ Հա, հասնենք հա։ Որեն։ Հայրիկը։ Հետևորդներ ջան, արդեն մտանք անտառի մեջ։ Մի հատ ցույց տան տեսեք։ Հələ նայեք, մերոնք գնում են։ Տեսեք ինչ ճանապարհ է։ Գետինը լտեսեք, սաղ էս բանը յոլկաներինը, սաղ արմատները դուրս է եկել ճանապարհը։ Տեսեք ինչ սիրուն, այսպես նեղ արանքով, ինչ հեռավորություն, այդտենց պետք է բարձրանանք, մտնենք անտառների մեջ ու ման գանք հավեսին, ուրախ, պապա շատ հավանել ասում, այս ինչ լավն է, մաքուրոտ, հավես։ Ես սա բմբուլները թափել, այս որ ծառի բմբուլներն ասենց թափվել։ Բմբուլները, այ, տեսեք, սա սենց վրաները հետաքրքիր բմբուլներ են։ Տեսեք, բան չկա, կոն չկա, շիշ կա։ Արաստի ու կարում, ես դու կարաստի շիշկա կաղա։ Չէ, տենց չէ, ատաշ ջան, կանաչ գույնի, ծառի վրից որ քաղենք, որ մուրաբա անենք, ծառի վրե։ Գետնի թափասները չէ։ Իսկ ես կողքերը չկա, ասենք ես բաց տարածությունը։ Հա? Բաց տարածությունն է չունենք կոն։ Ոչ։ Բայց մենք այն անգամ մտանք միտեղ խաղում էինք, այս կողմի վրա էր, ռիպսոյից հետ որ եկել էինք։ Այստեղ էր, այս կողմի վրա էր։ Այս ալը մի հատ այս կողմը փորձենք։ Տեսնենք չկա, այս նայի ցածր ճյուղերի վրա կարելի է նայել, բայց չկա էլի որ կա։ Չենք մոլորվի, մատն ջանի, սա ի՞նչ է որ մենք մոլորվենք։ Հա, չենք մոլորվի։ Աու։ Հա։ Արտաշ կասենք մաշինկա, աու։ Դե գնացեք այս ցածր տեղերով մտեք, հələ փորձենք, տեսնենք կարողա գտնենք։ Քաշ տղայս, վախենաս։ Չենք մոլորվի, մեռնե ջանի։ Հենա ճանապարհը։ Հենա ճանապարհը, մենք էլ քո հետ ենք։ Հենա։ Ինչից ես վախենում։ Հեն էլ գլխավոր ճանապարհը։ Մտեք անտառի մեջ, հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Տեսեք ինչ լավն է։ Անտառը մեր։ Իսկ ցերեկով գայինք։ Ցերեկա էլի, ուղղակի անտառի մեջ մութ է երևում։ Վաղը ցերեկով էլ կգանք։ Վաղը մի քիչ շուտ կգանք ցերեկով, որ կոն հավաքենք։ Հիմա արդեն մութ է, մի քիչ ման կգանք ու կգնանք։ Հա։ 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 Կգանք մանգալով, հիմա ոչինչ, ես մի հատ մաքուրոջ ընչեք, անտառը մանգանք, կիչնենք, վաղը կգանք ցերեկով։ Հե? Հոգնեցի։ Ինչ։ Հոգնեց։ Հոգնակ, մամամ, չպիտի հոգնեք է դուք։ Պետք է մանգակ, դա առողջարար է, օգուտ է։ Առողջ։ Հələ նայ, այն ծառի անտառի մեջ էլ ինչ սիրուն է, այսպես մտնես, հələ նայ տեղերը։
Արտաշ։ Մի հատ վերևը նկարահանեմ, հետևորդներ ջան, տեսեք թե ինչ խիտ անտառի մեջ ենք, այսպես վերևն եմ ցույց տալի։ Այսպես նայելուց ձեզ կթվա թե ինչ որ ուրիշ տեղ է, բայց նայեք ինչ խիտ անտառի մեջ են գտնվում։ Ընդեղը չկա տոնածառի բաներ։ Չկա, չէ՞։ Հիմա իշնենք, գնանք մի հատ այգի։ Այգի։ Սադը։ Սադը, հա։ Այո, գնանք սադ, ընդեղ ման գանք մի քիչ, հետո կգվաղը ցերեկով կգանք անտառ, հա? Դե բերեք հետ իշնենք, գնացինք։ Հետ իջեք, գնանք։ Ոչինչ, էլի մաքուր ճնչեցինք։ Հորքուրն ենք ստովի։ Հա մենք էլ ենք այդտեղով գալի, հա։ Մենք էլ։ Տես երեխաներս ինչ ուրախացել են, վազելով գնում են։ Սա գիտես ինչքան լավ էր, զբոսանք, մաքուրոտ։ Ինչ է պետք մեր երեխաներին, հետևորդներ ջան։ Այ այսպիսի լավ տեղ, մաքուրոտ, անվտանգ տեղ, երեխաները խաղան, վազեն, թռչկոտեն ու անցնի օրն ու ժամանակը։